Խորհրդարան մուտք գործելու հայտ ներկայացրած Հայ ազգային կոնգրեսը նախընտրական ծրագրում ամրագրել է գործելու է բացառապես օրինականության շրջանակում, իր գաղափարներին համահունչ ձևավորելու է ժողովրդի քաղաքական կամքը։ Վստահ են, ոչ սահմանադրական ճանապարհով իշխանության գրավումը անգամ ամենահնչեղ կարգախոսներով, ծրագրերով ու ցանկություններով բերում է ճիշտ հակառակը պետության եւ ժողովրդի համար կործանարար արդյունքի։ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը թերահավատ է թրիփի հարցում, ասում է դա Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու եւ Իրանին մեկուսացնելու համար կյանքի կոչվող ծրագիր է։ Փոխարենը առաջարկում է իրենց տարբերակը։ Ադրբեջանը ստանալով Տավուշյան 3 գյուղերը հրաժարվում է շարունակել սահմանազատումը եւ չի պատրաստվում դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից։ Ադրբեջանը չի վերադարձնում մեր գերիներին, ապացուցելով, որ ըստ էության պատրաստ չէ հաշտության։ Թրիփ նախագիծը չի կարող ապահովել խաղաղություն, որովհետև նրա գլխավոր նպատակն է Ռուսաստանի դուրս մղումը Հարավային Կովկասից եւ Իրանի մեկուսացումը։ Այն նաեւ անտեսում է Հնդկաստանի եւ Չինաստանի շահերը։ Այսպիսով, թրիփ ծրագրի միակողմանի իրագործումը ստեղծում է աշխարհաքաղաքական լարվածություն, որն ամեն րոպե կարող է պայթեցնել խաղաղությունը։ Անցյալ ընտրություններին Փաշինյանը, եթե հիշում եք, ասում էր, որ այլևս մենք մուտք ենք գործում խաղաղության դարաշրջան։ Բայց մենք ունեցանք նոր պատերազմներ եւ աղետալի կորուստներ։ Հայ ազգային կոնգրեսը մերժում է Նիկոլ Փաշինյանի հերթական նախընտրական ստերը եւ առաջարկում 3+BRICS ծրագիրը, որը կբավարարի եւ կներդաշնակեցնի շահագրգիռ բոլոր գերտերությունների տրանզիտային շահերը Հայաստանում եւ կբերի հարատև եւ կայուն խաղաղություն։